մենք պետքա բացառենք այն իրավիճակը, երբ որ ունենում ենք իրադրություններ, երբ մարդը պետական համակարգում անցնում է աշխատանքի, կան այդպիսի դեպքեր ցավոք, այն պատճառով, որ ուղղակի ավելի մրցունակ հատվածում պարզապես չի կարող աշխատանք գտնել։ Եվ ես ուզում եմ մենք հաշիվ տանք ով է սրանից տուժում, սրանից տուժում է պետությունը եւ սրանից տուժում է հանրությունը։ Եվ էլի նախորդ տարվա մեր արդյունքները եւ ցուցանիշները մեզ եւս մեկ անգամ գալիս են համոզելու, որ այս ուղղությամբ ներդրումները իրենք բերում են լրացուցիչ արդյունքներ եւ այդ լրացուցիչ արդյունքները մենք կարող ենք այսօր մատնացույց անել, այդ լրացուցիչ արդյունքը առողջության ապահովագրության համակարգն է, այդ լրացուցիչ արդյունքը կենսաթոշակները բարձրացնելու հնարավորությունն է, այդ լրացուցիչ արդյունքը նաեւ կրթության, գիտության ոլորտում, պաշտպանության ոլորտում մեր ունեցած ձեռքբերումներն են եւ այդ լրացուցիչ արդյունքը խաղաղությունն է, որովհետեւ ի վերջո եկեք արձանագրենք, որ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նաեւ որոշակի համակարգային աշխատանքի արդյունք է եւ այդ համակարգային աշխատանքը կատարում են մարդիկ։ Այդ համակարգային աշխատանքի արդյունավետությունը կախված է նրանից, թե ինչքանով են մարդիկ իրենց աշխատանքի մեջ ոչ միայն մոտիվացված, այլև օբյեկտիվ պայմաններով ապահովված իրենց աշխատանքի վրա գեր կենտրոնացած լինելու։ Եվ ես կարծում եմ, ընդհանրապես Հայաստանում այդ բանը, այդ ավանդույթը կամ կուլտուրա ասեմ, թե ինչ ասեմ, ավանդույթ ասեմ, էդ էլ պետքա որոշակի վերանայման ենթարկվի, որ սովորաբար քննադատություններին արձագանքը արդարանալն է, բայց այդ լավ ման չի։ Քննադատությունների արձագանքը պետքա լինի հետևյալը, մենք մեր դիրքորոշումները սկզբունքային ձևով պետքա պաշտպանենք։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ տեսեք 2020 թվականից հետո հասկանալի իրադրությունների հասկանալի բերումով մենք հիմնականում գտնվում էինք բացատրողի, պարզաբանողի դերում, որը նորմալ էր։ Այդ իրավիճակում դա անհրաժեշտ էր, հարկավոր էր, որովհետև կար նրբություններ, որ ինքներս էլ հասկանալու անհրաժեշտություն ունեինք։ Եվ այդ հասկանալու process-ը նաև մեր հասկանալու process-ը իրականացնում ենք հրապարակային։ Հիմա մենք գտնվում ենք մի կետում, երբ որ մենք մեր ձևավորած Հայաստանի Հանրապետությունը պետքա պաշտպանենք։ Պետքա պաշտպանենք շատ պինդ, պետքա պաշտպանենք շատ ամուր, պետքա պաշտպանենք շատ սկզբունքային, որովհետև մենք ձևավորել ենք մի երկիր, որը ունի հեռանկար, դա չի նշանակում, որ Հայաստանում չլուծված խնդիրներ չկան։ Էլի ուզում եմ ընդգծել, աշխարհում չկա այդպիսի երկիր, որտեղ չլուծված խնդիր չկա այդպիսի երկիր, գոյություն չունի, երբևէ չի եղել մարդկության պատմության մեջ եւ երբևէ չի էլ լինելու։ Այսինքն չկա այդպիսի իրավիճակ, այդպիսի երկիր, այդպիսի տեղ, այդպիսի համակարգ, այդպիսի ոլորտ, որտեղ չլուծված խնդիր չկա։ Բոլոր տեղերում կան չլուծված խնդիրներ։ Ընդ որում, էլի ուզում եմ կրկնել, որևէ լուծված խնդիր նշանակում է օրակարգ բերել ուրիշ լրացուցիչ առնվազն 3 խնդիր, որը պետքա լուծել։ Այս է աշխատանքը, այսինքն լուծեցիր մի խնդիր, ստացար 3 խնդիր, լուծեցիր 3 խնդիր, ստացար 9 խնդիր, լուծեցիր 9 խնդիր եւ այդպես շարունակ։ Բայց շատ կարեւոր է դիրքավորումը, քաղաքական դիրքավորումը։ Մենք այսօր պետք է սկզբունքային կերպով պաշտպանենք այն Հայաստանը, որը ձևավորել ենք։ Որովհետև մեր ձևավորած Հայաստանը լավ Հայաստան է, մեր ձևավորած Հայաստանը հեռանկար ունեցող Հայաստան է, մեր ձևավորած Հայաստանը անվտանգ Հայաստան է, մեր ձևավորած Հայաստանը ապահով Հայաստան է, մեր ձևավորած Հայաստանը քաղաքացիակենտրոն եւ մարդակենտրոն Հայաստան է,
Եվ մեր ձևավորված Հայաստանը անընդհատ ռեֆլեքսիա ինքը իրեն ռեֆլեքսիայի ենթարկվող Հայաստանը։ Այսօրվա ես ընդհանրապես այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք։ Որովհետև մենք հասել ենք պատմական նվաճման, մենք հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների։ Մենք հաղթահարել ենք առնվազն 1500 տարի մեզ հետ տեղի ունեցող անընդհատ կրկնվող պատմական ցիկլերը, անընդհատ տեղի ունեցող պատմական ցիկլերը։ Մենք հաղթահարել ենք ուրիշների կողմից մեզ պարտադրված հայրենասիրության մոդելները, երբ որ մեզ կաղապարը տվել են, ասել են, այ դուք սենց պետքա սիրեք հայրենիքը։ Ձեր տան պատերին պետքա այսինչ նկարը կախած լինի, դուք պետքա երգեք այսինչ երգերը, արտասանեք այսինչ բանաստեղծությունները եւ այլն եւ այսպես շարունակ։ Հիմա մենք առերեսվում ենք մեր պատմության, մեր իրականության եւ մեր անելիքների հետ եւ մենք ենք դա անում։ Այդ ճանապարհին մենք կսխալվենք, այդ ճանապարհին վերանայումներ կանենք։ Բայց ժամանակին մի կարգախոս կար Հայաստանում, քաղաքացիական հասարակություններ օգտագործում այդ կարգախոսը, հնչում էր այդպես, մենք ենք տերը մեր երկրի, այդ կարգախոսը այսօր իրականացված է, մենք ենք տերը մեր երկրի։ Դա ամենամեծ նպատակն է, որը ընդհանրապես եղել է եւ այդ նպատակը իրագործված է, մենք ենք տերը մեր երկրի։ Եվ հիմա պետք է ձևավորել այնպիսի պետական համակարգ, որը հարատև ապահովի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սեփական երկրի տերը լինելու փաստը։ Եվ այս իրողությունը պետք է շարունակական զարգանա։ Եվ մենք այսօր դա կարող ենք անել, եւ մենք այսօր դա կարող ենք մեզ թույլ տալ, որովհետեւ մենք մեր գոյատևման օրակարգը փոխարինել ենք զարգացման օրակարգով։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը չի գոյատևում։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը կա, զարգանում է, աշխատում է, զարգանում է, ձևավորում է օրակարգեր, լուծում է այդ օրակարգերը, լուծված օրակարգերից նոր օրակարգեր են բխում, լուծում է նաև այդ օրակարգերը։ Այսօր Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը շարունակաբար աճում է։ Այսօր Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային հեղինակությունը աճում է։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի է ինքը զբաղվել իր միջավայրում իր համար հարմարավետություն ստեղծելով։ Իր համար հարմարավետություն ստեղծելով։ Եվ սա շատ կարևոր բան է, թվում է պարզ, բայց շատ կարևոր բան է։ Եվ մենք պետք է շարունակենք այս ճանապարհը եւ այս բոլոր խնդիրները լուծելու համար մեզ պետք է արդյունավետ պետական կառավարման համակարգ։ Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով։